Որքան շատ դպրոցականներ ներգրավվեն սպորտի աշխարհում, այնքան ավելի մեծ կլինի նրանցից լավագույններին ընտրելու հնարավորությունը։ Նախ անհրաժեշտ է սպորտը մասսայականացնել դպրոցներում, իսկ սպորտային մրցումները դարձնել դպրոցականի առօրյան։ Սիրողական եմ սկզբից պարապել, հետո հասկացա, որ կարող եմ մասնագիտանալ այս սպորտում, այդ իսկ պատճառով խորացա։ Ֆուտբոլ շատ եմ սիրել, ֆուտբոլի հետ մեկտեղ, քանի որ ֆուտբոլը ավելի շատ տղայի խաղ է, քան աղջկա, որոշեցի հանդբոլով զբաղվեմ։ Ֆուտբոլ ես պարապել եմ, բայց դուրս չեկավ, եկա հանդբոլը։ Ես հանդբոլիստ եմ, խմբակը հավաքել եմ, իրանք էլ սիրել են, եկել են հավաքվել են, մի հատ թիմ են ստեղծել, համ Հայաստանի չեմպիոն են, համ էլ դպրոցականների չեմպիոն են։ Մրցումներին լավ էին պատրաստվել։ Դե պատրաստված ենք մտել խաղադաշտ, որ հաղթենք, պարտության համար չէինք մտել ենք հաղթանակի համար։ Ուզում եմ յուկաբալոյի հաջողություններին հասնել։ Երևի պատրաստ չէի։ Վնասվածքները միշտ լինում են խաղի ընթացքում, բայց այդքան դա պատճառ չէր։ Մի քիչ ցրված ենք խաղում, չենք հասկանում։ Մեր հանրապետությունում մարզական պարբերական միջոցառումներն են անկախության տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական խաղերը, ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, հանրապետական բաց առաջնությունները, ֆիզիկական կուլտուրա առարկայի օլիմպիադան։ Այս միջոցառումների նախաձեռնողն ու ղեկավարը աշխատանքային ռեզերվներ մարզական հասարակական կազմակերպությունն է։ Մարզական խաղերում կան այս մարզաձևերը, մարզերը իրենք տեղերում ուշադրություն են դարձնում այս մարզաձևերի զարգացմանը։ Մեր մարզիկները սովորաբար հաղթում են ուժային պայքարում, խաղային մարզաձևերից մենք ետ ենք մնում եւ կարիք ունենք զարգացնելու հենց այդ սպորտաձևերը։ Այս տարի օրինակ վոլեյբոլիստները Սերբիայում մասնակցել են համաշխարհային խաղերին, 34 թիմից տղաները գրավել են 26-րդ տեղը, աղջիկները 27-րդն էին։ Դա լավ ցուցանիշ չէ, բայց սա է ապագան։ Մենք պետք է անպայման մասնակցություն ունենանք, որտեղ այլ ճանապարհ չկա նման մարզաձևերի զարգացման համար։ Գրեթե բոլոր խաղային մարզաձևերից հանրապետական առաջնության մրցումների հաղթողները նվաճում են ուղեգրեր, մասնակցելու միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող դպրոցականների աշխարհի առաջնություններին։ Ամեն տարի կազմակերպվում է ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումներ, որին մասնակցում են շուրջ 150,000 առաջինից 6-րդ դասարանի աշակերտներ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երևանից եւ Արցախից։ Իսկ 7-ից 9-րդ դասարանցիների համար կազմակերպվում են հուսո մեկնարկներ, ուրախ մեկնարկներ, նավասարդյան խաղեր եւ այլ մարզական միջոցառումներ։ Ավագ դպրոցների համար արդեն ավանդական են դարձել անկախության տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական խաղերը։ Ես որ փոքր էի, տենց մոտավորապես 4-5-րդ դասան, երազում էի, որ այսպիսի բաներ լիներ։ Ճիշտ է, լավ կազմակերպում էին, բայց այնպես չէր, որ մենք բոլորս հնարավորություն ունեինք մասնակցելու։ Եվ ուրախ եմ, որ դուք այդ հնարավորությունը ունեք։ 4061 միավորով առաջին տեղն է գրավել Երևանի հարավային։ Ուժեղագույններին որոշելուց եւ մրցանակները բաժանելուց հետո լուսանկարվելու ժամանակն է։ Ով գիտե, տարիներ անց գուցե այսօրվա թիմակիցներից որևէ մեկի լուրջ մարզական հաղթանակներով հպարտանալու առիթ ունենան։